Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Facebook-յան էջում տարածել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանի այս տեսանյութը։ Զարմիկդ կամ հայերեն չհասկանալ, կամ հասկանալ հատուկ հանրությանը մոլորեցնել։ Պապիկյանի տեսանյութը իր էջում է դրել գիծգրությամբ։ Դասալիքները չեն նահատակվում։ Մինչդեռ Բարձրագույն կրթության և գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում բուհի ռեկտորի վարքը վերահսկող օրենքը չի թույլատրում Հովհաննիսյանին նման գրառում կատարել։ Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։ Փորձեցինք խոսել ԵՊՀ ռեկտորի հետ։ Հեռախոսահամարը միշտ զբաղված է։ Հաղորդագրությանը չի արձագանքել։ Նաև մեկնաբանության միջոցով արձագանքի սպասեցինք, գրեցինք։ Բուհի ղեկավարի քաղաքական չեզոքության պահանջը արդյոք իր վրա չի տարածվում։ Դասալիքները չեն նահատակվում ձևակերպումը ակադեմիական ու պաշտոնական խոսք է համարում։ Մինչ ռեկտորը լռում է, Աննա Կոստանյանը հստակ գնահատական է տալիս։ Ռեկտորը փաստացի ոչ միայն քաղաքական չեզոքություն չի պահել, այլև աջակցել է իշխող ուժին։ Ռեկտորը կոպիտ խախտում է թույլ տվել եւ դա չգիտենք որքանով է օրինակ գիտխորհրդի ուշադրության կենտրոնում, արդյոք գիտխորհուրդը այս հարցը կարող է իր ուշադրության շրջանակ մտցնել եւ քննել։ Սակայն այստեղ ամենազավեշտալին նաև այն է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղապահը 2 օր անց ոչ միայն գրառումն է հեռացնում, այլ նաև ջնջում է, այսպես կոչված, իր սոցիալական ցանցի էջերից հետևորդին ճակերտավոր, ինձ սա արդեն խոսում է նրանց ժողովրդավարական կեղծ արժեքների մասին։ ԵՊՀ ռեկտորը իր գրառմամբ ուսանողներին ուղղորդելու պետական կրթական համակարգը քաղաքական գործընթացների մեջ է ներքաշում, նշում է Կոստանյանը։ Ինչ հետևանք է ստացել ԵՊՀ ռեկտորի արարքը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հղում է անում մայիսի 18-ին Ժաննա Անդրեասյանի օրեր առաջ արած մեկնաբանությանը։ Համապատասխան պարզաբանումներ ուզել ենք թե դպրոցներից, թե մարզից, ստացել ենք տեղեկատվությունը եւ առաջիկայում նաեւ կլինեն համապատասխան քայլերը։ Բացի այդ, մենք տեղեկացրել ենք, որ յուրաքանչյուր ահազանգով ըստ անհրաժեշտության նաեւ իրավապահ մարմիններին ենք դիմում։ Իրավապահ մարմիններից դատախազությունը չի պատասխանել, գրավոր հարցում է պահանջել։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, հաղորդում չեն ստացել։ Ակտիվ քարոզարշավի փուլում նկատում ենք, որ ոչ միայն բուհերը զերծ չեն մնում քաղաքականությունից, այլ նաև դպրոցները տնօրենների գլխավորությամբ և աշակերտների ակտիվ մասնակցությամբ։ Օրինակ, մայիսի 21-ին վերին արտաշատում էին հավաքվել դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ ու տնօրեններ։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացին։ Ասեցին կարակ գնանք, որտեվ իրանք էլ են եկել։ Հա, բոլորով եկել եք, որ դիմավորեք վարչապետին։ Իսկ ձեր դպրոցը ոնց էր կոչվում։ Վերին արտաշատի միջնակարգ դպրոց։ Նորենի անուն ազգան։ Հախնազարյան Շուշան։ Իսկ էլի դասարաններ են ձեզ հետ այստեղ ճանաչում եք ձեր դպրոցից շատ կա։ Շատ են։ Ուսուցիչներն էլ, բոլորն էլ այստեղ։ Հա։ Տնօրենն էլ այստեղ։ Հա, տնօրենն էլ այստեղ։ Աշակերտը նշել է, որ իրենց դասերն ավարտվում են մոտ 14:00-ին, բայց Փաշինյանին դիմավորելու համար ավարտել են 2 ժամ շուտ։ Մայիսի 13-ին Փաշինյանի ապարան այցի ժամանակ ևս դպրոցականները դասին լինելու փոխարեն ՔՊ-ի շապիկներով քարոզարշավի էին գնացել։ Այդ օրերին Դանիել Յոհաննիսյանը հայտարարել էր, թե անկախ դիտորդն աշխատում է աշխատանքային ժամին դասատուներին ու աշակերտներին, դասապրոցեսի տեղը ՔՊ-ի հավաքին տանողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Եղեք ես դասից փախել եք։ Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից ենք ընկել։ Իսկ ականատեսն արձանագրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն գործածելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ Իրենք տասնյակ տարիներ դրոշակ դարձրած բուհերի քաղաքականացնելու հարցը անընդհատ խոսել են ապաքաղաքականացման մասին, բայց հենց իրենք իսկ տասնապատիկ ավելի անգամ քաղաքականացրել են բուհերը։ Դպրոցների քաղաքականության մեջ ներքաշվելու դեպքերը սկսել են մինչև քարոզարշավը։
Ակնառու օրինակներից է քաղաքացու օրը ապրիլի 25-ին Արարատի մարզի Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտների ելույթը։ Նրանք երգում էին ԿՊԻ քարոզարշավի երգը։ Բայց գործող իշխանությունը անդադար հայտարարում ու խոստանում էր բուհերը կրթական համակարգը զերծ պահել քաղաքականությունից։ Մենք ներկայացրել ենք բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և մենք մնում ենք նույն դիրքերում, նույն սկզբունքներում, որ այո չպետք է լինեն քաղաքական դեմքեր, պաշտոններ զբաղեցնողներ։ Եվ մինչ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ օրինակ ապարանի և մյուս դեպքերի նկատմամբ հետևողական լինելու դեպքում կկանխեն նորերը, վերին արտաշատում ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շտապում են քարոզարշավի դասապրոցեսը կիսատ թողնելով։ Իսկ ԵՊՀ ռեկտորը գրառում է անում և ջնջում։ Մեր հարցին դեպքերի հաջորդական կրկնությունը ցուցիչ չէ, որ նախարարությունը հետևողական չէ։ Խոսնակն ասաց, յուրաքանչյուր ահազանգի տրվում է համապատասխան ընթացք։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։